Սեռական կյանքի մասին գիտելիքների պակասը շատ հաճախ բերում է նրան, որ մենք չունենք համապատասխան վերաբերմունք, համապատասխան մոտեցման ձև իգական սեռի հանդեպ։ Բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչների պարզ եւ ուղղակի հորդորը, գանգատը եւ խնդրանքն է, որպեսզի իրենց կողակիցը ունենա իրենց նկատմամբ համապատասխան վերաբերմունք։ Բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ ունեն համբույրի, գուրգուրանքի, շոյանքի կարիք։ Եվ ինչքան էլ որ տղամարդկանց համար անհասկանալի եւ անհասանելի թվա այն հանգամանքը, որ կինը ավելի շատ գրգռվում է մինչև սեռական հարաբերությունը եղած ժամանակահատվածը գուրգուրանքների, շոյանքների եւ համբույրների տեսքով, այլ ոչ թե բուն սեռական հարաբերությունից, ապա քանի դեռ մենք այսպես ենք շարունակում մտածել, բնականաբար մենք կունենանք ընտանեկան խնդիրներ։ Ընտանեկան խնդիրները շատ ընտանիքներում կան, զույգերի միջև աններդաշնակությունը, իրար չհասկանալը, իրար չկոմպենսացնելը, իրար նկատմամբ ինչու՞ չէ նաև անհարգալից վերաբերմունքը, որն ի վերջո բերում հասցնում է նրան, որ մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք, բաժանություններ ընտանիքում, դավաճանություն, դրա հողի վրա բաժանություն եւ այլն եւ այլն։ Պետք չի սեռական կյանքին նայել որպես պարտականություն, ոչ մեկ ոչ մեկին ոչինչ պարտավոր չի այս աշխարհում, այդ թվում նաև ամուսինները։ Եթե դուք դա անելու եք պարտավորված, դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Գալու է մի ժամանակ, որ դուք հոգնելու եք այդ պարտավորվածությունից ու չեք անելու։ Սեռական կյանքը պետք է ենթադրի երկկողմանի հաճույք։ Սեռական կյանքը պետք է ենթադրի փոխադարձ վերաբերմունք, սեռական կյանքը պետք է իր մեջ պարունակի երկկողմանի ուրախություն, այսինքն կնոջը բավարարելուց այդ եղած կնոջ բավարարվածության հետևանքով առաջացած ուրախությունը, էմոցիաները, զգացմունքները պետք է փոխանցվեն տղամարդուն, որ տղամարդը ավելի ոգևորվի, որ ինքը կարողանում է բավարարել իր կողակցին, եւ դա ամրապնդում է զույգերի միջև փոխհարաբերությունները, դարձնելով սեռական կյանքը հետաքրքիր, ոչ թե պարտավորվածություն։